Արցախը ինքնորոշման ճանապարհին էր։ Իրեն համար ինքնորոշված, Հայաստանի համար ինքնորոշված, բայց այդ ինքնորոշումը ճանաչելու ճանապարհին են գտնվում։ Եվ բոլոր երկրներում այդ ճանապարհը երկար է։ Կարող է տասնյակ տարիներ սա տևի։ Եվ ինչ է նշանակում դու ճանաչել ես Ռուսաստանը եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ոչինչ միշտ խնդիրը հետեւյալի մեջ է, դու ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, բայց իրենք Մինսկի խմբի համանախագահ լինելով եւ մադրիդյան սկզբունքները ընդունելով իրենք ճանաչում էին Ղարաբաղի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ըստ էության սա այս process-ի մեջ էր։ Եվ ասել, որ դու ճանաչել ես դրա համար ես եմ ճանաչել։ Հետաքրքիր ինքնիշխանություն է, հա։ Դա ինքնիշխանություն։ Հետաքրքիր չէ։ Սա լրի աբսուրդային վիճակ է։ Այդ աբսուրդային վիճակը ասենց հերթական կրուծիտների ճանապարհով սեփական մեղքերը ինչ որ ուրիշների գրպանը գցելն է։ Ուրիշ բան չկա։ Այդ նույնը կարա ասենք ինքը Մակրոնի վերաբերյալ։ Մակրոնը չի ճանաչել կամ Ֆրանսիան չէր ճանաչում Ադրբեջանի անկախություն։ Ո՞նց չէր ճանաչում։ Տարածքային ամբողջականություն։ Հա, տարածքային ամբողջականությունը ճանաչում էր։ Մոդելը հետևյալն էր։ Բոլոր այդ երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բոլոր այդ երկրները ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ եթե դու կարդում ես մադրիդյան սկզբունքները, դա հենց դրա արտահայտությունն է։ Երկու սկզբունք իրար զուգահեռ։ Եվ ենթադրվում էր, որ հանրաքվեով կլներ վերջնական ակորդ, այսպես ասենք, անկախության ճանաչման վերջնական ակորդը պետք է լինի։